Մայիսի 9-ին հաղթանակի եւ խաղաղության օրը Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նշեցին դպրոցում տեղի ունեցած գեղեցիկ միջոցառմամբ, որը կազմակերպել էին դպրոցի տնօրինությունն ու աշխատակիցները։ Ասմունքով, հայրենասիրական երգ ու պարով, բեմականացմամբ հանդես եկան դպրոցի սաները։ Դպրոցի բակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, հրավիրվածներ եւ Դդմաշենի բնակիչները։ Հաղթանակի օրը Դդմաշենում մեկ այլ խորհուրդ էր կրում իր մեջ։ Միջոցառմանը ներկա էր դդմաշենցի Արամ Սողոմոնյանը։ Իր եւ իր ընտանիքի նախաձեռնությամբ նույն օրը նախատեսված էր մեծ հայրենականում զոհված եւ անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող 4 հուշատախտակների բացման արարողությունը։ Միջոցառման ավարտից հետո ներկաները ծաղիկներով ուղևորվեցին դեպի Դդմաշեն գյուղի կենտրոնում գտնվող հերոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի եւ հուշարձանի տարածք, որտեղ էլ պետք է տեղի ունենար մեծ հայրենականում զոհված եւ անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող հուշատախտակների հանդիսավոր բացման արարողությունը։ Մեծ հայրենականում զոհված եւ անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող հուշատախտակների բացմանը ելույթով հանդես եկան Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, հուշատախտակների նախաձեռնության հեղինակ Արամ Սողոմոնյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Դդմաշենի գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանը, ովքեր շնորհավորեցին բոլորին հաղթանակի եւ խաղաղության օրվա եւ հուշատախտակների բացման արդիվ։ Սիրելի ներկաներ, այսօր գյուղապետարանի հարևանությամբ հայրենական պատերազմի զոհվածների հուշարձանին տեղադրվել է հայրենիքի համար կյանքը զոհած դդմաշենցիների անուններով քարերը, հուշատախտակները, Դդմաշեն համայնքի բնակիչ պարոն Արամ Սողոմոնյանի կողմից եւ քարերի բացման պատիվը հենց շնորհում ենք նախաձեռնության հեղինակին պարոն Սողոմոնյանին։ Մեր համայնքի համար հիշարժան օր է։ Երկար ձգելյումներից հետո պատերազմն ավարտվեց, որը տևեց 1481 օր։ Պատերազմից հետո համագյուղացիների ջանքերով կառուցվեց այս գեղեցիկ հուշարձանը ի հիշատակ մեր զոհված նահատակներին։ Հայրս Վահրամ Սողոմոնյանը ասում էր, հուշարձանը կա, բայց հուշաքարերը չկան, որտեղ ամփոփված լինեն մեր զոհվածները իրենց անուններով։ 2 տարի առաջ որոշեցի եւ նախաձեռնեցի այս միջոցառումը։ Երկար աշխատանքից հետո վերջապես հասանք իմ նպատակին։ Իմ կարծիքով մինչև այսօր այդ զոհվածների հոգիները դեռևս օդում փնտրում են իրենց հանգրվանը։ Եվ այսօր կարծում եմ, որ հայրենի օրանում, հայրենի գյուղում նրան գտան իրենց վերջնական հանգստավայրը։ Բարի կեսօր Դդմաշեն բնակավայրի հարգելի բնակիչներ, հյուրեր, ներկաներ եւ առանձնապես հարգարժան պարոն Արամ Սողոմոնյան։ 2025 թվականի նոյեմբերի 9-ը աչքը բացել է արևով եւ ջերմությամբ։ Եվ այդ ջերմության մեջ մեծ խորհուրդ կա, որովհետեւ պայծառ երկնքում մեր բոլոր ժամանակների նահատակված հերոսների անմահ հոգիներն են։ Եվ այսօր նրանք մեզ հետ են։ Ու պատահական չէ, որ մայիսի 9-ն էլ այսպիսի ջերմությամբ է աչքը բացել։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր հաղթանակների մայիսի 9-ի օրվա արդիվ։ Անցել է 80 տարի, բայց տարիների հեռավորությունից մեր պապերի ու հայրերի գործած սխրանքը էլ ավելի է կարևորվում եւ արժեվորվում։ Եվ կարծես թե նրանք մեզ պատգամում են լինել տերը այս հայրենիքի եւ կառուցել հայրենիք, պետություն, պետականություն, արժեվորելով մեր բոլոր հաղթանակները։ 1990-ականների սկզբին նույն տարբեր էին ռազմաճակատները եւ սերունդները, սակայն նույնն էր իշխն ու ցանկությունը։ Եվ ես ուզում եմ այսօր չտարբերակել ու չառանձնացնել մայիսի 9-ի հերոսական օրը մեր բոլոր ժամանակների պատերազմներից եւ իհարկե արցախյան հերոսամարտից։ Մենք ուժեղ ենք այնքան, որքան կարողանում ենք հիշել ու ապրեցնել մեր հերոսներին։ Մենք ուժեղ ենք այնքան, որքան կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվը, յուրաքանչյուրս մեր տեղում աշխատելով, արարելով ու ստեղծելով բարիք։ Այս օրը կարծես թե լինի նաև որոշակի խորհրդանշական, որովհետև ինչպես նշեց պարոն Սողոմոնյանը, հուշահամալիրը ամբողջանում է։
Եվ այսօր դդմաշենցի հերոսները վերադառնում են տուն։ Վերադառնում են, որպեսզի մեզ հիշեցնեն, որ ապրողներս մեծ պարտք ունենք, իսկ մեր պարտքը հետևյալն է՝ ստեղծել ամուր եւ ուժեղ հայրենիք։ Սիրելի դդմաշենցիներ, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի առթիվ, շնորհակալություն եմ ուզում հայտնել Արամ Սողոմոնյանին այս ձեռնարկի համար, որովհետև լավագույն գաղափարը դրա իրագործումն է, ու այսօր մենք բոլորս ականատեսնենք դրան։ Եվ ուզում եմ մեր երկրին մաղթել բարօրություն, խաղաղություն, կայուն առաջընթաց, իսկ մեր ժողովրդին իհարկե ուզում եմ ասել, տա Աստված, որ մենք տերը լինենք մեր հաղթանակների ու նոր հաղթանակների ակնկալիքով գնանք առաջ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Անվանակոչում եմ Քարերի սիմֆոնիա հուշահամալիր։ Օրհնաբանում եմ ձեր արած թողածը։ Շնորհավոր մայիսի 9 եւ հայ ժողովրդի բոլոր հաղթանակած օրերը։ Մենք դեռ կասենք մեր խոսքը, ես հավատում եմ դրան եւ ոգեկոչում։ Նրանք, որ երեք գնացին չեկան, կարոտ մնացած մեր պաղ ջրերին, ինչքան կուզեին, որ վերջին անգամ հայրենի ջրից մի կում խմեին։ Չէ, նրանք չեկան, հաղթեցին, ընկան, շնորհակալություն։ Արամ Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլորին օրվա միջոցառումներին մասնակցելու համար եւ այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցել են իրեն այս կարևոր գործում, հանձինս Դդմաշենի բնակիչ Վիգեն Եղիազարյանի։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում մեր հարգարժան Եղիազարյանին իր մարդկային վերաբերմունքի համար։ Ելույթներից հետո Դդմաշեն գյուղի կենտրոնում գտնվող հերոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի եւ հուշարձանի տարածքում հանդիսավորությամբ բացվեց մեծ հայրենականում զոհված եւ անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող 4 հուշատախտակները։ Արամ Սողոմոնյանը դդմաշենցի գրող, հասարակական գործիչ, մանկավարժ, մատենագիր եւ բանահավաք, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դդմաշեն գյուղի պատմության եւ մշակույթին նվիրված գրքերի հեղինակ, Դդմաշենի պատվավոր քաղաքացի Ֆահրատ Սողոմոնյանի որդին է, ով իր հոր ցանկությունն այսօր իրականություն դարձրեց։ Հիշելով իմ հոր ասածը, Ֆահրատ Սողոմոնյանը ինձ միշտ ասում էր՝ «Տղա ջան, հուշարձանը կա, բայց հուշաքարերը չկան, որտեղ ամփոփված լինեն մեր գյուղի զոհվածների անուն ազգանունները»։ Ես որոշեցի, որ այդ կիսատը կիրականացնեմ։ Եվ այսօր հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ես շատ շնորհակալ եմ, որ սենց ստացվեց, կառուցվեց այս համալիրը եւ սա դարձավ մեր համագյուղացիների եղբայրական գերեզմանը։ Մահացած բոլորի հոգիները երևի սավառնում էին օդում, ման գալով իրենց հանգրվանը եւ այսօր Դդմաշեն համայնքում իրենց իսկ հայրական հողում նրանք գտան իրենց վերջին հանգրվանը։ Դեռևս լուսահոգի հայրս իր գրքերում հեղինակել է բոլոր մասնակիցներին, 545 մասնակիցների անուն ազգանուն հայրանները, մահացածները եւ 300 հոգի, որոնք առողջ վերադարձել են տուն։ Այս անուն ազգանունները գտել ենք բոլոր զինվորական արխիվներում, սկսած մեր Սևան քաղաքի զինվորական արխիվներից, Երևան քաղաքի զինվորական արխիվներում եւ հայրս դեռևս իր կենթանության օրոք մեկնեց Ռուսաստան, որտեղ հիմնականում Թամանյան դիվիզիայում մասնակցել են մեր համագյուղացիները, Կերչում արխիվներից գտավ, հանեց բոլորի անուն ազգանունները առ, ով որտեղ էլ զոհվել, անգամ այդ հետքերը գտանք։ Իմ հայրենակիցներից մաղթանքը, որ այսուհետ նման հուշաքարեր չկառուցվեն։ Ֆահրատ Սողոմոնյանի նախաձեռնությամբ իր կենթանության օրոք Դդմաշենի կենտրոնում տեղադրվել է զոհված ազատամարտիկների, իսկ Սուրբ Թադևոս եկեղեցու բակում 1937 եւ 1949 թվականներին անհիմն բռնադատված դդմաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ։ Արամ Սողոմոնյանի եւ իր ընտանիքի նախաձեռնությամբ Դդմաշենի մուտքի մոտ տեղադրվել է նաեւ Դդմաշեն անունը կրող հուշարձանը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ մեկնեցին 538 դդմաշենցիներ, որոնցից 213-ը չվերադարձան։ Դդմաշենից պատերազմին մասնակցեցին 1 մայոր, 4 կապիտան, 24 լեյտենանտ, 37 սերժանտ։
Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։